Մեր զրույցը ձգվեց մինչև Տավուշ, որտեղ Լիդիան ծնվել է, մայիսի 28-ին։ Հայրը շնորհավորում էր աղջկա ծնունդն ու հիշեցնում. պետությանը ծնունդը ավելի կարևոր է։ Հետո սովորեցնում էր նվիրվելու եւ պայքարելու ձևը այդ պետությանը։ Ես 2020-ի պատերազմից հետո դադար չունեմ, ասում է Լիդիան։ Մեր տանը այդպես է եղել, ես այդպես եմ մեծացել, որ իմ պետության շահը շատ ավելի կարևոր է, քան իմ շահը։ Լիդիան քրեակատարողական հիմնարկում որոշել է մարզել ուղեղը, մկանները, ինչու՞ չէ հոգին։ Որոշել էր խցից ավելի ուժեղ դուրս գալ։ 5 ամիս անազատության մեջ մնալուց հետո ուզում է հասկանալ, ինչ անել ազատության մեջ, ազատության հետ։ Բայց մի բան հաստատ գիտի։ Ես պետք է լինեմ ազատության մեջ, քանի որ ես արդար եմ, ու մնացածն էլ պիտի լինեն ազատության մեջ, քանի որ այս ամեն ինչի տակ քրեական գործ չկա։ Ազատության մեջ է իր եւ մայրիկի հավատքով։ Կալանքի երկարաձգման որոշումից հետո անգամ հեռախոսազրույցի ժամանակ ասել էր. «Ամանորը միասին ենք դիմավորելու, չմտահոգվես»։ Բայց Լիդիան ուզում է անչափահաս երեխաներ ունեցող Մովսեսը եւ մյուս ընկերները եւս ազատության մեջ լինեն, ասում է անմեղեն քաղբանտարկյալ Բագրատ arczepiskopos Գալստանյանի գլխավորությամբ։ Անի Աբաղյան, Նոնա Գևորգյան, ABC Media։